Անցած անգամ ես ասել եմ ինչ կանեի, իմ մոտեցումը չի փոխվել։ Այս հայտարարությունը ըստ էության որևէ երաշխիքներ չի պարունակում իր մեջ, չկան երաշխավորներ եւ իմ առաջարկը հետեւյալն էր. համալրել եւս մեկ համաձայնագրով, որը իր մեջ կներառի հենց երաշխիքային ամբողջ կոմպլեքսը։ Եվ այդ երկու փաստաթուղթը ստորագրվեն միաժամանակ։ Այդ դեպքում հասկանալի կլինի, թե մենք ինչ ենք անում։ Եվ չի կարող կայուն խաղաղություն անվանել այն խաղաղությունը, որը հենված կլինի մեկ մարդու տրամադրությունից։ Իլհամ Ալիևի տրամադրությունից։ Իսկ այս քաոտիկ եւ խոսացինք նաև աշխարհում թե ինչ է կատարում, այդ քաոտիկ աշխարհում հույս դնել մեկ մարդու տրամադրության վրա ուղղակի անհետեցություն է։ Եվ նաև ավելին կասեմ անպատասխանատվություն է։ Որտեվ հետո ասելու է, բա, ինչ եղավ, դե ինչ անեմ, հապեց էլի։ Ինչ անեմ։ Սա է լինելու։ Ինչ վերաբերում է հապկին, մենք երբեք ուրիշ տեղից զենք առնելու պրոբլեմ չենք ունեցել։ Պրոբլեմ չենք ունեցել։ Նաև այդպիսի գնումներ եղել են։ Ուղղակի Ռուսաստանի հետ գնային առումով մենք այնպիսի զեղչեր ենք ունեցել, որ ուղղակի մարդ հիմար պետք է լինի, որ գնա կրկնակի կամ եռակի ավելի թանկ նույն զինատեսակը առնի որևէ տեղ։ Ու դրա հետ միասին հարցեր առաջանան, թե այդ զինատեսակի սպասարկման համար ինչ պիտի անես, այդ զինատեսակի համար այդ բոյկոմպլեկտը ոնց պիտի բերես, որտեղ լոգիստիկ բոլոր հարցերում լրջագույն խնդիրներ էին առաջանում։ Որևէ նման խնդիր մենք երբևէ չենք ունեցել։ Այն ինչ որ հիմա է արվում, ինձ համար իսկապես մեծ հարցեր է առաջացնում, վերջը ոլորտից հաստատ ավելի շատ եմ հասկանում, քան այսօրվա իշխանությունը, հաստատ անգամներով։ Իմ տպավորությունը, որ իրենք ընդհանրապես բան չեն հասկանում։ Եթե դու ինչ որ Ֆրանսիայից մի քանի բան հրետանի ես գնել, հիմա դու մտածում ես, թե երբ ինչ գնով եւ ինչ քանակի պետք է զինամթեր կբերես։ Ոնց ես բերելու։ Եվ ինչ է դա քո վրա նստելու։ Առնվազն 4-5 անգամ ավելի թանկ։ Ոնց է սպասարկելու։ Մի քանի 5 միավորի համար սպասարկման կենտրոն ես բացելու, թե ամեն խնդրի համար պետք է ընդդեղից մասնագետներ գան եւ նայեն։ Սա միայն այս խնդիրները իր հետ բերում։ Եվ բոլոր երկրներն են այդպես, գիտեք, այսպես մի տերմին կա զինատեսակի զոոպարկ։ Հիմա շատ է օգտագործվում նաև Ուկրաինայի հետ կապված։ Այդ զոոպարկը բավական խնդրեմային է։ Դրա համար շատ երկրներ ուղղակի մեկ հիմնական գործընկեր են ունենում խոշոր երկրներից, որի զինատեսակներով համալրում են իրենց բանակը եւ դա չի ստեղծում այդ խնդիրները։ Եվ ՆԱՏՕ-ում հիմա ինչի համար են ստանդարտիզացիա բերում, որ բոլորը իրար նման լինեն։ Հենց այդ հարցերը լուծելու համար։ Հիմա մենք Հնդկաստանից ինչ որ մի բան Հնդկաստանից ենք բերել, մի բան Ֆրանսիայից ենք բերում, մի բան չգիտեմ էլ որտեղից են բերելու, հետո ոնց է այս ամբողջը իրար հետ կապվելու։ Անհեռատես եւ ես ենթադրում եմ միգուցե նաեւ ասենց օդկատների մոտիվացիայով գործընթացները։